Հեցի աշխատանքից մինչև եկեղեցու բարենորոգմանը վերաբերող հարցեր, որոնց պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը դարձյալ սաղմոսներից մեջբերումներ արեց։ Տարվա առաջին ճապազրույցներ կառավարությունում։ 63-րդ սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Իսկ ներկա Հայաստանից բոլորովին էլ դժգոհ չէ։ Սա է այն Հայաստանը, որը պետքա գար, եւ սա լավ Հայաստան է։ Խոսելով կաթողիկոսի եղբորը Եզրաս Սրբազանի գործակալ լինելու մասին ԱԱԾ-ի հրապարակած տվյալների մասին Փաշինյանը պնդեց, որ դա արտահոսք չէ, այլ պաշտոնական մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված գաղտնազերծված փաստաթուղթ։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տվյալ է հրապարակել։ Հիմա էլ ասում են կեղծ է։ Իսկ կառավարության 2026 թվականի առաջին նիստն անցավ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ, նոր ծրագրերի ներկայացմամբ եւ որոշումներով։ Կառավարության ղեկավարը նախ կարևորեց տեղեկանքների ծավալի կրճատումը, քանի որ դրանց վրա է ծախսվում պետական ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։ Կարող է լինի տենց տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տոլստոյի Պատերազմ եւ խաղաղություն վեպը։ Ես չեմ բացառում։ Եվ ներկայացավ 100-ից 42 էջ կրճատված իր զեկույցով։ Առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2-4 անգամ աճ։ Պարզվեց նաև, որ կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ թե ինչի հետ են կապված գրանցված արդյունքները վարչապետ Փաշինյանը բացատրեց։ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար, եւ պիտի նաև ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Նիստում որոշվեց առաջիկայում գյուղատնտեսությունը ինտենսիվ դարձնել։ Գևորգ Պապոյանը զեկուցեց զբոսաշրջության զարգացման 2026-ից 30 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը։ Նախատեսում ենք օրինակ 2030-ին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտներ, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություն ունենալ։ Մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև, եւ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաեւ դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Առողջապահության ոլորտը եւս անմասն չմնաց քննարկումներից։ Պարտադիր առողջության ապահովագրության ներդրումը գլխավոր հարցերի շարքում էր։ Քանի բալ կգնահատեք մեր խնդրի կատարման այս պահի դրությամբ մակարդակ։ Ես կարծում եմ մենք 6.5 ենք, պարոն վարչապետ, եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկայում կիրառման արդյունքում։ Իհարկե մենք ունենք այս պահին խնդիրների բաժանել ենք նաև կատեգորիաների։ Առաջինը դա տեղեկատվական բացի խնդիրներն են։ Նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ։ Հայաստանի Հանրապետությունում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվելու։ Այսուհետև հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած Արական սեռի բժիշկ մասնագետներին։ Հայտնի է նաև 2026 թվականի վարժական հավաքներ անցկացնելու ժամանակացույցը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։